Բարև ձեզ, Շանթի եթերում լրատվության ժամը 19 օգոստոսի չորեքշաբթի։ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին ահազանգ Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է 16:04 րոպեին։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի ունեցել գազի արտահոսքից, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քառակուսի մետր հատվածը, 1 քաղաքացի հոսպիտալացվել է, տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Տուժածը տղամարդ է, ծնված 1971 թվականին։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, այս մասին Շանթ Նյուզին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից։ Այրվել է մարմնի մակերեսի 50-ից 60%-ը, ստացել է 3 կողի կոտրվածք։ Պատրաստում են տուժածին Երևանի այրվածքաբանական ազգային կենտրոն տեղափոխել։ Ռոսելխոզնadzորը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների մեղման կամ վերացման համար։ Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է հետաքննության արդյունքները եւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմի, ԵԱՏՄ-ի անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Ռոսելխոզնadzորից։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել էր սահմանափակումներ կիրառել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լութը հայտարարել էր, որ Հայաստանը կկարողանա վերսկսել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ-ի անասնաբուժական եւ բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում։ Ռուսական ռուբլու կանխիկ շրջանառության շուրջ նոր իրավիճակ է ձևավորվում։ Տարբեր երկրներում բանկերը վերանայում են ռուբլով գործարքների պայմանները եւ այդ գործընթացը հասել է նաեւ Հայաստան։ Եթե Հայաստանում կանխիկ ռուբլի ունեք, ապա պետք է հաշվի առնեք, որ որոշ բանկեր այն կարող են չընդունել կամ ընդունել հատուկ պայմաններով։ Օրինակ, հաշվին 1000 ռուբլի փոխանցելու դեպքում արդեն կարող է 10% միջնորդավճար պահվել, որից 100-ը փոխանցվում է բանկին, իսկ 900-ը հաշվին։ Այս պայմանը, ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի առևտրային բանկերից մեկը, գործում է արդեն հուլիսից։ Եթե նախկինում կանխիկ ռուբլով հաշվի մուտքագրման համար գանձվում էր 2% միջնորդավճար, այնուհետև 5, ապա այժմ այն հասնում է 10%-ի։ Թե որքան ժամանակ կշարունակվի այս պայմանը, բանկում հստակ ժամկետ չեն նշում, այսինքն փոփոխությունը նոր չէ, սակայն դրա ազդեցությունն այսօր արդեն տեսանելի է։ Բայց ինչու է բանկը նման որոշում կայացրել։ Կենտրոնական բանկից մեզ տեղեկացրին, բանկերը ելնելով գործող կարգավորումներից, սեփական ռիսկերի գնահատումից եւ ռիսկերի կառավարման քաղաքականությունից ինքնուրույն են որոշում կայացնում հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու եւ որոշակի ծառայություններ մատուցելու պայմանների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է կարգավորող մարմնի կողմից բանկերի համար կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումների հարցին, ապա նշենք, որ կենտրոնական բանկը նման սահմանափակումների հետ կապված որևէ որոշում չի ընդունել եւ ֆինանսական կազմակերպությունների հետ որևէ հաղորդակցություն չի իրականացրել։ Ֆինանսական կազմակերպություններն իրենց գործունեությունը պետք է կազմակերպեն ինքնուրույն ՀՀ օրենսդրության, միջազգային օրենքների եւ գործընկեր բանկերի երկրների օրենքների պահանջներին համապատասխան։ Իսկ ինչու է հիմա կանխիկ ռուբլին հայտնվել պատմության կենտրոնում։ Ըստ տնտեսագետ Հայկ Ֆանյանի, այս պահին Ռուսաստանում կանխիկի հետ կապված մեծ պահանջարկ կա, ինչը պայմանավորված է պատերազմական իրավիճակով։ Մարդիկ ռիսկեր տեսնելով նախընտրում են իրենց միջոցները պահել կանխիկ, այլ ոչ թե բանկային հաշիվներում։ Ռուսաստանը ըստ էության փորձում է որոշակիորեն ապահովել հետագծելիություն, ըստության կարգավորումը դրսևորվում է այնպես, որ պետք է հայկական բանկերը ցույց տան, թե իրենց կողմից ստացված ռուսական ռուբլի ծախման աղբյուրը, կապացնեց ով իշքան բերեց եւ այլն, սա որոշակի դժվարություններ է առաջացնում։ Տնտեսագետի պարզաբանմանը զուգահեռ բանկերի միությունը ներկապահին արտարժույթի շուկայում խնդիր չի արձանագրում։ Արտարժույթի շուկայի վերաբերյալ դիտարկումներ չունենք։ Շուկան ներկայումս բնականon գործում է եւ բանկերի միությունը մշտապես հետևում է բանկային ծառայությունների մատուցման գործընթացներին առնչվող խնդիրներին։ Ստացվում է շուկան ըստ ոլորտի պատասխանատուների բնականon է, սակայն շուկայի բնականon լինելը չի նշանակում, որ փոփոխությունը չի զգացվում քաղաքացու գրպանում։ Եթե նախկինում քաղաքացին նույն գործարքի համար վճարում էր 5%, ապա հիմա որոշ բանկերի հաճախորդների համար այդ արժեքը կրկնապատկվել է, նույնիսկ եռապատկվել։ Մեր զբոսաշրջային հոսքերի մոտ 40%-ը գալիս է Ռուսաստանից։ Այդ մարդիկ բերում են իրենց հետ ռուսական ռուբլի հիմնականում կանխիկ, որպեսզի գործարքներ իրականացնեն եւ արդեն դրանց գնողնակությունը ավելի քիչ է, որտեղ սպրեդը մեծ է, ստիպված նաև միջնորդավճարներ պետք է տան եւ զբոսաշրջիկները ավելի սահմանափակ ծառայություններից կարող են օգտվել գումարի սահմաններում, ինչ նախկինում կարող են։
Նույն խնդիրը առաջացել է նաև այն մարդկանց մոտ, որոնք դրամական փոխանցումներ էին ստանում Ռուսաստանից։ Նույն խնդիրը առաջացել է Ռուսաստան արտագնան ներկայացում քաղաքացիների մոտ։ Մանավանդ էս աշնանային, երբ որ մարդիկ կան Հայաստան եւ շատերը իրենց հետ բերում են կանխիկ միջոցներ, նրանց գնողունակությունը ցածր կլինի, քան կարելի է սպասել այլ հավասար պայմաններում։ Այս իրավիճակը սակայն չի վերաբերում միայն Հայաստանին։ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների մի շարք բանկեր եւս ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման համար սահմանել են տարբեր սահմանափակումներ եւ լրացուցիչ միջնորդավճարներ։ Դրանց հիմքում ըստ տնտեսագետի վերջին ամիսներին Ռուսաստանում կանխիկ գործառույթների նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Օրինակ, ապրիլի 1-ից սահմանափակվել է ԵԱՏՄ երկրներ $100,000 ավելի արժեքով կանխիկ գումարի դուրսբերումը։ Այս սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունենում նաեւ ռուբլու շուկայի վրա։ Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում ռուբլու սպրեդի արքի եւ վաճառքի գների տարբերության վրա, ընդգծելով, որ ռիսկերը զսպելու նպատակով ռուբլու սպրեդը եւս բարձրացել էր։ Եթե մինչև հունիս ամիսը սպրեդը կազմում էր 0.1 կամ 0.3 դրամ, ապա արդեն հունիսից սկսած առանձին դեպքերում այն հասնում էր նույնիսկ 1.5 դրամի։ Սպրեդը, երբ որ մենք նայում ենք օրինակ հունիս ամսին, դա շատ ավելի է բարձրացել, քան օգոստոսին, այսինքն այս վերջի 2 ամսվա ընթացքում մենք տեսնում ենք որոշակի դրական միտում, այսինքն մեր բանկերը կարողացան են որոշակիորեն իրավիճակը զսպել, գտնել այլընտրանքային ուղիներ, որոնց միջոցով արդեն սպրեդը շատ ավելի փոքր է։ Վերջում մնում է ամենակարևոր հարցը՝ այս պայմանները ժամանակավոր են թե ոչ։ Հայկ Ասֆանյանի կարծիքով դեռևս դժվար է որևէ ժամկետային կանխատեսում անել, քանի որ իրավիճակը գտնվում է ռուսական իշխանության կառավարության ներքո եւ մեծապես կախված է Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Արցախից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վճարները մասնակի կփոխհատուցվեն։ Ովքեր կարող են օգտվել ծրագրից, որքան է աջակցության չափը եւ ինչ ջապկետով այն տրամադրվելու։ Մանրամասները ռեպորտաժում։ Ղարաբաղից տեղահանված այն հայրենակիցները, որոնք հրաժարվել են բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից, այսուհետ կարող են օգտվել վարձակալության ծրագրից, որը արդեն շուրջ 1 ամիս է մեկնարկել է եւ ընթացքի մեջ է։ Կային ընտանիքներ, որոնք բաղկացած էին միայն հաշմանդամություն ունեցող անձանցից կամ միայն տարեցամուսիններ էին եւ ոչ միայն ցանկություն չունեին հավաստագիր ստանալու, այլ իրենց համար դժվարություն էր բնակարան փնտրելը, գտնելը, դրա առուվաճառքի մասին բանակցելը, փաստաթղթերը հավաքելը եւ այլն, եւ այս խոչընդոտն էր հիմնական պատճառը, որ նրանք ավելի գերադասում էին ունենալ բարձով բնակարան կամ սոցիալական բնակարան, որը տրամադրվում է պետության կողմից, անհատույց։ Ծրագրի շահառուներն այն ընտանիքներն են, որոնք փոքր կազմ ունեն, 2 կամ 3 հոգի են, կան հաշմանդամություն ունեցող անձիկ կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը։ Ընտանիքում 2 անդամի դեպքում նրանց տարիքի հանրագումարը պետք է լինի 115 եւ ավելի, 3 անդամի դեպքում 175 եւ ավելի։ Դիմում ներկայացնելու պահին նաև լրացնելու են հրաժարման ձև, որ հրաժարվում են բնակարանի հավաստագրից, գրավոր բոլոր ընտանիքի անդամների կողմից ստորագրված, հետագայում որևէ իրավական խնդրից խուսափելու նպատակով եւ սոցիալական բնականի հերթացուցակում գրանցվելուց հետո կարող են սպասել իրենց հերթին եւ նրանց կտրամադրվի սոցիալական բնակարան։ Կամ կարող են թվային հարթակով դիմել անցնելով housing-service.am հղմամբ։ Թվային հարթակում կստուգվի պահանջների համապատասխանությունը։ Հաստատման դեպքում փոխհատուցումը կստանան այն բանկային հաշվին, որը նշել են դիմումում։ Աջակցությունը կտրամադրվի 120 ամիս, 10 տարի ժամկետով եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա 40,000 դրամ որպես փոխհատուցում վարձավճարի։ Ոչ միայն պարտադիր պայման է, որ նրանք ունենան ՀՀ քաղաքացիություն, այլ նաև վարձակալի եւ վարձատուի միջև ֆորմալ պայմանագիր։ Բնականաբար մենք չենք կարող ֆինանսավորել մի ծրագիր, որտեղ չկան ֆորմալ հարաբերություններ, պարտադիր է դա ոչ միայն այն տեսակետից, որ հարկերը պիտի վճարվեն այդ վարձակալության ծառայության, այլ նաև պարտադիր է մեզ համար, որպեսզի եւ վարձակալի եւ վարձատուի իրավունքները պաշտպանված լինեն։ Իսկ որքանով սա կբավարարի, որ քաղաքացիներն իրենց բնակարանի վարձավճարի հարցը կարգավորեն։ Մենք նշել ենք մասնակի փոխհատուցում, որպեսզի աշխարհագրական որևէ խոչընդոտ չունենան, եթե ցանկանում են բնակվել Երևան քաղաքում, որտեղ բնականաբար վարձավճարները ավելի բարձր են, կստացվի, որ մենք փոխհատուցում ենք դրա փոքր մասը, բայց մարզային բնակավայրերում կլինեն նաև բնակավայրեր, որ ամբողջությամբ կփակի վարձավճարը։
Ինչ վերաբերում է սոցիալական բնակարաններին, ապա Լուսինե Քոչարյանը նշեց, որ առկա է 200 բնակարան, որից 12-ն ազատ է։ Պետությունը ձեռնամուխ է եղել սոցիալական տների կառուցմանը։ Արդեն կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են արտաշատում եւ վանաձորում կան նաեւ նախագծային փուլում գտնվողներ։ Մարինե Դվոյան, Սերյան Հակոբյան, Հորիզոն։ Հիմնանորոգվում կամ բարեկարգվում են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում կառուցվող կլաստերային դպրոցներ տանող ճանապարհները։ Այդ կրթահամալիրներում է միավորվելու մի քանի գյուղական դպրոցներ, որոնց աշակերտության գյուղից գյուղ տեղափոխումն ապահովելու է պետության միջոցներով։ Դեռ մեխանիզմներն են մշակվում։ Շիրակի մարզում 48 դպրոցի միավորման խնդիր է դրված առանց ժամկետների հստակեցման։ Չի միավորվելու որևէ դպրոց, որի ճանապարհները ամբողջությամբ ավարտված չեն։ Հերոմոտիկ թե որ գյուղերի դպրոցների միավորման հարցն է դրված, մանրամասները սեպտեմբերի 1-ին էլ հայտնի չեն դառնա։ Որոշումով միայն դպրոցների թիվ է հրապարակված, ըստ որի լուծարվող դպրոցներից 48-ը Շիրակի մարզում են։ Խիստ նախնական ու մոտավոր պատկեր կարելի է կազմել կլաստերային դպրոցների կառուցման տեղանքները հաշվի առնելով։ Այդ նորակառույց դպրոցներ տանող գյուղական ճանապարհներն արդեն նորոգվում են։ Ճանապարհի այս հատվածն է մնացել, որբիսի գյուղերից, երկու գյուղերից երեխաները լրիվ ասֆալտ մաքուր ճանապարհով կան հասնեն դեպի նորակառույց Քեթի կրթահամալիր։ Ախուրյանի տարածաշրջանի Քեթի գյուղի միջով անցնող 700 մետր երկարության ճանապարհահատվածը նորակառույց կրթահամալիրին է միանում։ Պետական միջոցներով հիմնանորոգում է կատարվում։ Սեպտեմբերի 1-ին ասֆալտած ճանապարհը բաց կլինի առայժմ միայն Քեթիի միջնակարգ դպրոցի 110 աշակերտի համար։ Հաջորդ տարվանից այս դպրոցականներին կմիանա նաև հարևան Փոքրաշենի եւ Հովունի գյուղերի աշակերտությունը։ 3 համայնքի աշակերտներն իրար հետ մոդավոր նախնական թվով կազմելու են 170 աշակերտ։ Ամասիայի տարածաշրջանի գյուղերում էլ մեկ տասնյակից ավելի լուծարվող կամ միավորվող դպրոցներ են լինելու։ Արեգնադեմում նորակառույց կլաստերային դպրոցը պատրաստ է, դպրոցի ճամփան հիմնանորոգման մեկնարկին է սպասում։ 5.5 կիլոմետր երկարության ճանապարհ է նախատեսվում ասֆալտապատել։ Արեգնադեմի դպրոց ոչ այս ուսումնական տարվանից, բայց գալու են հարևան գյուղերի աշակերտները։ Նոր կառուցվող ճանապարհներով գյուղերում ոգևորված չեն։ Գյուղացիք ասում են, թե դրանք բնակավայրերը դատարկող ճանապարհներ են դառնալու։ Հովունին Քեթիից 7 կիլոմետր է հեռու երկու գյուղի ճանապարհները աշնան ու գարնան 2 ամիսներին են անցանելի։ Մնացած ժամանակ ձյուն ու բուքն է փակում։ Հովունիից Քեթի հասնելը ձմռանի երեխաների համար հեշտ չի լինելու։ Մի օրվա համար չէ դպրոցը։ 9 ամիս դասի են կնում։ Դժվարություններ կա, զույն է, թիպի է, դե ճանապարհից կդրված է այս գյուղը, դեպի 3 կիլոմետր տրասից էս կողմը, քանի անգամ է ճամփեքը փակվել, երկորով ճամփեն փակել է։ Շտաբօգնություն չկրացեք, եղեկա մարդը հիվանդ մեկը իրա մերը, դուրը պարգաց հիվանդ կերիկ, շտաբօգնություն չի կրացեք։ Երեխաները ստեղ են դժվանում գնաց դպրոց, իրենց համայնքի սենք դպրոց, իշ կմնա գյուղից գյուղ գնան, ամբողջ օրը ժամանակի բանով։ Իրենք չեն հոգնին գնախել երեխեքը։ Լուծարվող դպրոցների հարյուրավոր աշակերտների համար ճանապարհները նորոգելուց բացի տեղափոխության խնդիրը եւս պետությունը պարտավորվում է կարգավորել։ Տարբերակներ կան, օպտիմալը որն է լինելու քննարկում են։ Մեկ երեխայի հաշվարկով ճանապարհածախսի տրամադրումը դրանցից մեկն է։ Բոլոր այն դեպքերում, երբ երեխան իր բնակավայրում չի գնա դպրոց, այլ կգնա հարակից բնակավայրում նորակառույց դպրոց, օրական 2000-ական դրամ փոխհատուցման հնարավորություն կունենա, սա հաշվարկվել է, որ ծնողը պիտի մեկ անգամ բերի երեխային, մեկ անգամ տանի, եւ հետեւաբար թե ծնողները ինչպես կկազմակերպեն, կմիանան մի քանի ծնողով եւ մեքենայով կտեղափոխեն, թե տաքսի ծառայություն կբարձեն, արդեն սա թողել ենք ծնողների հայեցողությանը։ Տրանսպորտի փոխհատուցման տարբերակը որպես միջանկյալ լուծում են դիտարկում նախարարությունում։ Ավելի անվտանգ ու ապահով դպրոց հասնելու նախընտրելի տարբերակ համարվում է դպրոցական ավտոբուսների տրամադրումը։ Այնպես կահավորված կլինեն, որ բոլորի համար տեսանելի կլինի, որ դրանք դպրոցական ավտոբուսներ են, այդ ավտոբուսները որոշակի ստանդարտների են համապատասխանելու օրինակ արագության գերազանցման, ամրագոտիների, ուղեկցորդներ են պարտադիր լինելու ավտոբուսներում, որպեսզի երեխաներին ծնողներից ընդունեն, այսպես ասած, տեղափոխեն դպրոց, հետո դպրոցում կկազմակերպվի երեխաների կրթությունը, արտադպրոցական կրթությունը եւ օրվա վերջում երեխաները կտեղափոխվեն նորից իրենց բնակավայր։ Հարմարեցված ստանդարտներին համապատասխան թե քանի ավտոբուսի կարիք ունենան, պարզ չէ, առայժմ 5-ն են նախատեսում ձեռք բերել։ Հայաստանում լուծարվող կամ միավորվող դպրոցների նախնական թիվ նշվում է 229։
Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Աշխատանքային իրավունքների խախտումների մասին վեճերը հաճախ առաջանում են ոչ միայն աշխատանքի ու վարձատրության պայմանների շուրջ, նաև թե ինչ մեխանիզմներով են կարգավորվում տարաձայնությունները։ Նման իրավիճակում հայտնվել են Մատենադարանի նախկին աշխատակիցները, որոնք Գյումրիում ժուրնալիստների ասպարեզ ակումբում էին մամուլի ասուլիս հրավիրել, նշելով, որ Երևանում իրենց հրապարակային քննարկման հարթակ չի տրամադրվել։ 8 հոգուց բաղկացած հետազոտական թիմը 2017-2021 թվականներին մասնակցել է Հորիզոն 2020-ի RISE ծրագրին, իրականացնելով գիտական գործուղումներ, փորձի փոխանակում, մասնակցել են գիտաժողովների, աշխատաժողովների, հրապարակել են ուսումնասիրություններ, համալրել են թվային շտեմարանները։ Նախկին գիտաշխատողների պատմելով ծրագրի ավարտից հետո առաջացել է կատարած աշխատանքի դիմաց վճարման հարց։ Նրանք պնդում են, որ շուրջ 87,000 եվրոյի ֆինանսավորման ծրագրից աշխատավարձ չեն ստացել։ Նրանց մատերարանից հայտնել են, որ միջոցներն օգտագործվել են հաստատության կանոնադրական նպատակներով, այդ թվում աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու համար։ Վարձատրության պահանջով դատաիրավական պայքարը եւս ցանկալի արդյունք չի տվել։ Այս հարցերի վերաբերյալ Մատենադարանի պարզանումները լսելու համար մեր երկօրյա հեռախոսազանգերը անպատասխան են մնացել։ Քանի որ մենք գտնվում էինք ասոցացման ցածր մակարդակի վրա եւ ինքնին այս փոխանցումները տեղի էին ունենում, ուրեմն ոչ մինչև վերջ մի քանի տրանշերով դիմել ենք տնօրենին, խնդրելով կատարել Մատենադարանի մանդատը եւ այդ գումարները փոխհատուցել, պատասխանել է, որ գումարները ծախսվել են Մատենադարանի կանոնադրական նպատակների համար եւ դրանք արտածրագրային միջոցներ էին, երևի նկատի ունենալով, որ ծրագրից ավարտից հետո են գումարները փոխանցվել Մատենադարանին, ըստ այդմ դրանք արտածրագրային են եւ Մատենադարանի եւ Գրացի համալսարանի միջև երկուստեք պայմանավորվածություններով թե հավաստիացումներով փաստորեն ծրագիրը փակվել է այլևս։ Նախընտրել են կառավարման միակողմանի, ես կասի իրենց բառած ձևը, այսինքն նրանք փորձում են շրջանցել արհմիությանը, աշխատողների ձայնը դրանով անտեսել, մեր բարձրացրած խնդիրներին չարձագանքել, օրինակ, երբ որ մենք պարբերաբար դիմումներ ենք անում, նամակներով դիմում ենք տնօրինությանը ներկայիս, մենք պատասխան արձագանք չենք ստանում։ Մենք ունեցել ենք փաստորեն 3 վճիռ առաջին ատյանի դատարանում, 1 բողոքարկում վերաքննիչ ատյանում, որից հետո որոշել ենք կանգ առնել եւ չշարունակել այս խնդիրը, համարելով, որ դատարանը տվել է իր գնահատականը եւ երևի մեր արդեն միակ ճանապարհը մնում էր գործը հասցնել Եվրոպական դատարան։ Մենք մշտապես դիմում ենք, փորձում ենք լինել ավելի համագործակցային, ավելի աշխատանքային մշակույթ ձևավորել, մեր հարցերը բարձրացնելով, հեշտացնել տնօրինության կառավարման գործընթացը, սակայն դա չի հաջողվել դեռ մեզ։ Իրանը դիտարկում է Եվրոպայում գտնվող ամերիկյան օբյեկտներին հարվածների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը սրի իրադրությունը։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times պարբերականը վկայակոչելով սեփական աղբյուրները։ Դա ըստ պարբերականի կարող է տեղ ունենալ այն դեպքում, եթե փոխհմբռնման մասին հուշագրի գործողության ժամկետը լրանալուց հետո Ամերիկայի հետ հարաբերությունները շարունակեն սրվել։ Թերթի տեղեկություններով Իրանի իշխանությունները հնարավոր թիրախների շարքում դիտարկում են Բուլղարիան, հատկապես Բեզմեր ավիաբազան, քանի որ երկրի իշխանությունները նախորդ ամիս թույլատրել էին այնտեղ Միացյալ Նահանգների լիցքավորող ինքնաթիռների տեղակայում։ Կիպրոսը նույնպես նշում է որպես հնարավոր թիրախ։ Financial Times-ի աղբյուրների համաձայն Իրանը դիտարկել է նաև Հորմուզի նեղուցի ստորջրյա օպտիկա մանրաթելային մալուխների դեմ հնարավոր գործողությունները։ Ի դեպ, անցյալ ամիս Իրանի արտաքին գործերի նախարարը խոսել էր երկու երկրների իր պաշտոնակիցների հետ, փորձելով նրանց հետ պահել իրենց տարածքը Իրանի դեմ գործողություններում կիրառելուց։ Մարտից ի վեր առաջին անգամ իսրայելական զինուժը հարված է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ավիաբազային, մեղադրելով Թուրքիային այնտեղ զորք տեղակայելու փորձի մեջ։
Թուրքիան եւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը Իսրայելի քայլն անվանել են անհարկի էսկալացիա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը, կոչ անելով միջազգային հանրության ավելի վճռական դիրքորոշում որդեգրել վերջ դնելու Իսրայելի կողմից Սիրիայի նկատմամբ ագրեսիային։ Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ Իսրայելն ու Սիրիան անվտանգության հարցերում պայմանավորվել էին պահպանել ստատուս քվոն, որը Սիրիայի կողմից խախտման եզրին հայտնվեց այն բանից հետո, երբ թուրքական զորքերին թույլատրվեց տեղակայվել Հալեպի մերձակայքում գտնվող ավիաբազայում։ Ըստ իսրայելական կողմի, Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման զորքերի տեղակայումը սպառնալիք կստեղծի Իսրայելի անվտանգության համար։ Այժմ լրահոսը եւս սպառված է թարմացված նորությունների, սպասեք մեր հաջորդ եթերաժամին։